Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես գիտեք, հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին մնացել է ընդամենը 1 օր։ Քարոզ Արշավի վերջին օրը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ամփոփիչ հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակում։ Այժմ ես պատրաստվում եմ զրուցել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ եւ այսպես, պարոն Պապոյան, շնորհակալություն հնարավորության համար եւ այսպես ընդամենը 1 օր հետո պետք է տեղի ունենան համապետական կարևորագույն ընտրությունները։ Ամփոփելով հանրահավաքը, ինչ ակնկալիքներ ունեք, ինչ տպավորություններ դուք ստացաք։ Գիտեք, տպավորությունները շատ հակասական են, մի կողմից ժողովրդի մեծ սերը զգացինք այս մի ամբողջ ավելի քան գրեթե 1 ամսվա ընթացքում, բայց մյուս կողմից նաև տեսանք, որ տարբեր տեսակի, տարբեր կալիբրի մարդիկ, որոնք Հայաստանում քաղաքականությամբ են զբաղվում, պարզվեցին օտարերկրյա հատուկ ծառայությունների միջին կարգի սպաների ոտներն են ընկել եւ նույնիսկ ավելի ստոր պահվածք են դրսևորել, որովհետեւ գործունեություն են ծավալել Հայաստանի Հանրապետության դեմ։ Սա ուղղակի պետք է երևի թե սթափեցնող լինի մեզ համար եւ այդ մարդկանց բոլորին նախ հունիսի 7-ին քաղաքական գնահատականի ժողովուրդը արժանացնի, որից հետո արդեն իրավական գնահատական պետք է տանք եւ ես կարծում եմ, որ լրտեսության մեջ մեղադրվող բոլոր մարդիկ լաց ու կոցին չպետք է նայենք, բոլորը պետք է երկար տարիներ անցկացնեն բանտերում։ Քաղաքացիների մասնակցության առումով ձեր սպասելիքները որոնք են, պարոն Պապոյան։ Իսկ կարող եք քայլել նայել։ Դե բնականաբար դեռ 1 ժամ է համարյա կա մեր հանրահավաքին եւ մի քիչ առաջ էլ ես եկա բոլոր ճանապարհները, այսպես ասած, դեպի հրապարակ եկող մարդաշատ էին, ավտոմեքենաշատ էին եւ ես կարծում եմ, որ այս հրապարակը ինչքան գիտեմ կտեսնենք արդյունքները, բայց սպասելիքը նա է եւ տպավորությունը նա է, որ 2018-ի ապրիլյան այն ամենամեծ հանրահավաքների նման հանրահավաք ենք ունենալու, որը մի քանի անգամ, 4-5 անգամ գերազանցելու է ընդդիմության ամենամեծ հանրահավաքը։ Ձայների հարաբերակցության առումով քանի տոկոս է ակնկալում քաղաքացիական պայմանագիրը։ 60% եւ ավել։ Դա բավականին, այսպես ասեմ, նորմալ ցուցանիշ է ձեզ համար։ Դրանով ստացվում է, որ դա համանadrական Մեր ակնկալիքը դա է, մի բան կա, որ շատ կարևոր է, նկատում ենք մեր ընտրողների մոտ, որ դե հադե մեկը հաղթել եք եւ կարող է, այսպես ասած, չգնան ընտրության, բայց ես ուղղակի կոչ եմ անում գնալ, որովհետեւ մի թողեք, որ Սիկտիվկարից եւ Կալուգայից եկած Վլադիկը եւ Սլավիկը որոշեն, թե ինչպես են ապրելու ձեր երեխաները, ինչպես են ապրելու ձեր ծնողները եւ ինչպես են ապրելու դուք, որովհետեւ իրենք գնալու են վաղը ամսի 8-ին, ամսի 9-ին իրենք քվեարկելու են ու գնալ Սիկտիվկար, բայց դուք ապրելու եք Հայաստանի Հանրապետությունում։ Մի թողեք, որ Սլավիկը, Վլադիկը ու Վալերան որոշեն, թե Հայաստանում խաղաղություն պետքա լինի, թե չլինի։ Իրանք եկել են, որպեսզի իրանց ընտրության արդյունքում խաղաղություն չի լինի։ Եկեք մի թողեք, որ այդ խաղաղությունը մեր ձեռից տանեն։ Տեսակ տեսանյութերը համացանցում տարածված, թե ինչքան հայրենակիցներ հենց, Ռուսաստանի տարբեր քաղաքներից, տարբեր մարզերից եկել էին հենց կոնկրետ այս ընտրությանը մասնակցել։ Մի մարդ կա, որ ասում է ինձ ասում է, բայց դուք նորմալ եք համարում, որ դուք գաք որոշեք ստեղ ինչա կատարվում գնաք, ասում է ինձ ոչ մի բան էլ չի հետաքրքրում, ինձ մի բան է հետաքրքրում։ Չէ, ասում է ինձ սամոն է հետաքրքրում, տաշիր սամոն։ Մի թողեք, որ ձեր երեխաների խաղաղությունը ոմանք փոխարինեն իրենց միլիարդների անվտանգությամբ։ Սա շատ կարևոր է, ժողովուրդ ջան։ Մարդ կա, իր միլիարդները պաշտպանելու խնդիր ունի։ Իրան հասկանում ենք, բայց դուք էլ պիտի հասկանաք, որ մենք էլ մեր երեխեքի խաղաղությունը պիտի պաշտպանենք։ Ձեր երեխեքի խաղաղությունը։ Թույլ մի տվեք, որ ձեր երեխայի խաղաղությունը գողանան, ինչ որ մեկի մոլերը լինեն պաշտպանված որևէ տեղ։